Բարև ձեզ բարեկամներ, փաստերի, անակնկալների եւ կարճեկների հերոստալիքը Փակ TV-ն մեկ անգամ եւս ողջունում է բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այս ժամին մեզ հետ են եւ դիտում են մեր ծրագիրը։ Դե շիրը բարեկամներ, ես պիտի ասեմ, որ այսօր մենք իսկապես շատ այսպես սպասված ցանկալի հյուր ունենք, որի ցանկացած հանդիպում մեզ հետաքրքրում է, քանի որ այսօր մենք կրկին հյուրընկալել ենք մեր լավագույն քաղաքագետներից մեկին, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Պարոն Պապյան, շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում, դուք էլ երևի դրան համոզվել եք։ Եվ տեսեք, Փաշինյանը մեկնում է Մոսկվա, մասնակցելու մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակին նվիրված այդ մեծ հզոր շքերթին։ Մի բան, ինչը չարեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, Փաշինյանը հայտարարում է, որ մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Ինչ կարծիքի եք այս մասին։ Բալանսավորված քաղաքականություն չկա, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ, ԱՊՀ եւ այլ կառույցներին, որը ըստ էության ռուսական կառույց են եւ որևէ արևմտյան կառույցի անդամ չէ, հետեւաբար դրա բալանսը որն է։ Մյուս կողմից, եթե գանք արդեն այս տոնակատարության այսպես ասած, բալանսավորվածը ովքեր են մասնակցում այդ շքերթին կամ ներկա գտնվում։ Գիտեք, ընդունելի չէ մի վիճակ, որ Հայաստանի ղեկավարը պիտի գնա Մոսկվա, ողջունի ադրբեջանական զորախմբին, Յաշմային, եւ կարծեք թե Ալիևի փոխարեն ընդունի այդ շքերթը եւ այն զորախմբի, որը հանցագործություններ է կատարել հայերի դեմ։ Ես կարծում եմ նրա մեկնելը սխալ է։ Եթե պետք էր նշել այդ 80-ամյակը, դա կարելի էր անել Հայաստանի Հանրապետությունում, պարտադիր չէ շքերթ լիներ, կարելի էր դրա շուրջ մի գիտաժողով, մի հանդիսություն, մի բան կազմակերպել անել, թեև անձամբ իմ տեսակետը այդ ընդհանրապես պատերազմի նկատմամբ մի քիչ այլ է, թեև իմ երկու պապերը եւ մորական եւ հորական զոհվել են 1941-ին, այն ժամանակ երբ որ դիվիզիաներով էին կոտորվում, եւ պետքա վերանալ շատ բան, որովհետեւ ճշմարտությունը շատ կարեւոր է այս ամբողջ հարցի վերաբերյալ։ Նաեւ պիտի հաշվի առնենք այն քաղաքական հետևանքները, որը կարող է ունենա, ովքեր են այնտեղ։ Պատահական չի, որ շատերը հիվանդացան, շատերը, այսինքն որ խոստացել էին պիտի այդ օր այնտեղ գտնվեն, հիվանդացան եւ չեն լինելու, որտեղ հասկացան, որ սա իրենց երկրների համար կարող է վատ հետևանքներ ունենա, որովհետեւ դա բոլորովին լավ չի ընկալվելու աշխարհի ուժային կենտրոնների կողմից։ Այսինքն գտնում եք, որ գնալը անիմաստ էր։ Այո, գնալը ոչ միայն անիմաստ էր, գնալը վնասակար է։ Քաղաքական գործի չէ։ Միշտ պիտի հաշվարկ կատարի, չկան բացարձակ ճիշտ եւ սխալ քայլեր, բայց դու դրում ես նժարի վրա եւ հաշվարկում ես, մենք ինչ ենք շահելու գնալով։ Արդյոք Ռուսաստանը իր քաղաքականությունը մեր նկատմամբ փոխելու է դեպի դրական, չի փոխելու։ Արդյոք Ալիևի չգնալու պատճառով ավելի բացասական է դառնալու Ռուսաստանը Ալիևի նկատմամբ, իհարկե ոչ։ Մենք կտեսնենք, որ ամեն ինչ Ռուսաստանի մասով մնում է նույնը, իսկ արևմուտքից մենք կարող է այս պատճառով ունենանք լուրջ մեղադրանքներ, ոչ թե այդ 80-ամյակ, հայրենական այլն պատճառով, որ դու գնացել ես հանցագործ բանակին ես ողջունում, որտեղ այսօր աշխարհի ընկալմամբ այդ բանակը անօրինական պատերազմ է մղում հարևանների դեմ։ Իսկ այդ բանակն է չէ շքերթին քայլելու հիմնականում։ Այդ լուրջ հարց է։ Պարզ է։ Թե քաղաքագետներից շատերը, թե վերլուծաբաններից շատերը այն կարծիքին են, որ Հայաստանում արդեն 7 տարի է մեկ մարդու դիկտատուրա է եւ impeachment հայտարարել այսօր Փաշինյանին պարզապես անիմաստ է, քանի որ խորհրդանական մեծամասնությունը, այսինքն ԿՊ-ն միևնույն է դա չի հաստատելու, ավելին ամեն ինչով խոչընդոտելու է։ Դուք ինչ կարծիքի եք։ Ճիշտ է, որ մեկ մարդու դիկտատուրա է Հայաստանում եւ այդ մեկ մարդը Աննա Հակոբյանն է։
Այդ մարդը, այո, այդ մարդը Աննա Հակոբյանն է, դա Նիկոլ Փաշինյանը չի։ Այսինքն Աննա Հակոբյանի ցանկացած միտք, ցանկություն կական դա իրականություն է դառնում Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Թեև Աննա Հակոբյանը որևէ կարգավիճակ չունի։ Նա անգամ բան չի, օրինական կիննել չի։ Գիտեք, եթե օրինակի համար ես դիվանագիտության վրա եմ վերցնում, օրինակ նման հարաբերությունները անգամ դիվանագիտական անձնագիր չէին տալիս կնոջը, որտեղ ասում են, եթե չկա փաստաթուղթ, որ ամուսիններ եք, ապա դիվանագիտական անձնագիր չի ասում։ Հիմա հարց է առաջանում, Աննա Հակոբյանն ինչի հիման վրա են տալիս դիվանագիտական անձնագիր, ինչի հիման վրա ինքը դասախոսություններ կարդում, որտեղ գիտեք, հանրային դասախոսություն կարդալու համար դուք պիտի ունենաք համապատասխան արտոնագիր լիցենզիա։ Այսօր ինքը առանց դրա, այսինքն արդյոք ես գնամ ինչ որ շրջան, ասեմ հավաքեք մարդկանց, ես պիտի խելք սովորացնեմ։ Թեև հաստատ իմ կրթությունն ավելին է, քան Աննա Հակոբյանն, արդյոք թույլ կտան, իհարկե թույլ չեն տա։ Եվ ճիշտ կանեն, որ թույլ չեն տա, որտեվ դու չես կարող գնալ ամեն բան ամենտեղ դուրս տալ։ Հիմա մեկ բանտ դիկտատորան ունենք։ Impeachment-ը, այո, impeachment-ը չի անցնի, բայց ես գտնում եմ, որ պետք է փորձել։ Ինչու, ասեմ ձեզ, որովհետև երբ որ շատերին մեղադրում ես ինչ որ հարցում, իրանք ասում են, օրինակի համար ասում ես, խախտումներ ա եղել ընտրությունների ժամանակ, չէ՞։ Ասում են ինչու չբողոքեցիք։ Դու չես բողոքել, որտեղ գիտես, միևնույն կենտրոնական ընտրական հանձնաժողովը քո խոսքը չի անցկացնելու։ Բայց ինքը ասում է, իսկ ինչու չբողոքնուն են, սա է։ Վաղը ասելու են, բա եթե այդքան վատներ ինքը, ինչու մի անգամ փորձարվեց անգամ impeachment-ի եւ այլն։ Դրա համար պետք է փորձել, պետք է ասել ճշմարտությունը, մնացածը կյանքը ցույց կտա։ Շատ հետաքրքիր միտք առաջին անգամ մեր եթերում հնչեցրեցիք, անկեղծ ասած, ես կարծում եմ մեր ունկնդիրների շատերի համար էլ սա հայտնություն էր, բայց կյանքը այդպեսին է, դուք ասում եք այն ինչ ռեալ է։ Լավ, շարունակենք մեր զրույցը։ Ուզում եմ խոսենք Գյումրիի ավականին տիրող իրավիճակի մասին եւ գիտենք, որ այսօր ԿՊԱ-կանները ամեն կերպ փորձում են ընտրված այդ նոր իշխանություններից Գյումրիի խլել նրանց, ինչպես ասում են, բոլոր տեսակի մանդատները իրենք դառնալ կառավարող այդ քաղաքում։ Սա ինչ զարգացումներ կարող է ունենալ։ Ես կարծում եմ, իրենք փորձում են կրկնել այն նույն սցենարը, ինչ որ իրենք հաջող կարողացան անել Երևանում ավականիում, որտեղ իրենց հաջողվեց այդ հանրային ձայն, այսինքն Վարդան Ղուկասյանի, մեկ այլ Վարդան Ղուկասյանի դոգի կուսակցությունը իրենցով անել, եւ դրա շնորհիվ իրենք ապահովում են եւ քվորումը եւ այլն եւ այլն։ Իրանք նույնը փորձում են մեկ այլ Վարդան Ղուկասյանի խլել, գիտեք, շատ հնարավոր է որ հասնեն հաջողության, որտեվ իրանք ինչ են գործադրում են բոլոր падգամավորների նկատմամբ, կամ ճիշտ ավականու անդամների նկատմամբ ճնշում եւ գայթակղություն։ Մի կողմից ճնշում են, որ տարբեր եթե բիզնեսների մեջ են այդ առումով օրենքով են ճնշում, այսպես ասած, Չիլի դիկտատորը Պինոչետը ասում էր, որ բանը օրենքը իմ թշնամիներին, իսկ իմ ոնց որ ասած կողմնակիցներին ազատություն։ Հիմա իրանք օրենքով են ճնշելու այդ մարդկանց, հարազատներին եւ այլ եւ փորձելու են այդ մարդկանց ճամբարափոխանել։ Կստացվի թե չէ կյանքը ցույց կտա, բայց ԿՊ-ն իրեն բնորոշ է դա եւ արդեն մի անգամ փորձած իրենք փորձել են անեն։ Եվ դա մենակ չեք ասում Գյումրի։ Նայեք, մի շարք այլ քաղաքներ եւս կար, որտեղ այս ընդդիմությունները ախտե, իրենք կարողացան այնպես անել։ Վանաձորը։ Այո, Վանաձորներ, այնտեղ կարծեմ Սիսյաններ, Մեղրին եւ այլն ուրիշ կուսակցություններ էին, բաներ են։ Այսինքն անգամ երբ որ դու շարունակում ես մնալ ընդդիմության ներկայացուցիչ, ոնց ասած քեզ են օրն են գցում, որ դու սկսում ես խաղալ իրենց կանոններով։ Նաև ուրիշ մի ճնշման լծակ կա, որը իրանք արդյունավետ կիրառում են ընդհանրապես բոլոր ընտրությունների ժամանակ եւ բոլոր իշխանություններն են կիրառում, դա հետեւյալն է, որ պետական, այսինքն համապետական սուբսիդավորում տեղական մարմինները չեն ստանում։ Ես առաջ զարմանում եմ, օրինակ երկու գյուղ կողքի են, մի գյուղում հսկայական աշխատանքներ ա կատարվում, ինչ որ, հսկայական մի քիչ շատ ասած, ինչ որ աշխատանքներ ա կատարվում, ասֆալտ ա, ջրակից,
Կողքի գյուղը, որ ավելի դրա կարիքն է, ոչինչ չի անում։ Սկզբից չի հասկանում։ Հետո պարզվեց, որ այն գյուղը, որտեղ ոչինչ չեն անում, պարզապես ասեն ընդդիմությանն է քվե տվել կամ բավարար ձայն չի տվել իշխանությանը եւ իշխանությունը պատժում է։ Եվ գյուղացին լավ հասկանում է, ինքն էլ ասում է, գիտեք, վերացական հաղթանակը ուրիշ է, իմ գյուղի ջրագիծը ուրիշ է, ես կարևորը իմ գյուղի ջրագիծը լուծեմ, իսկ գյուղի ջրագիծը լուծելու համար ինքը պիտի իշխանության հետ լավ լինի, ոչ թե սեփական գյուղապետի, քաղաքապետի դալ Երևանի իշխանության, որտեղ փողը գալիս է նման աշխատանքների համար Երևանից։ Ամեն փողն է որոշում ես չէ։ Ցավալի է, բայց այդպես է, որովհետև փողը դա մի լծակ է, որը հնարավորություններ է տալիս։ Իդեպ այդպես եղավ նաև ազատության հրապարակում արցախցիների կողմից տեղադրած վրանների հետ կապված, չնայած որոշ մարդիկ էլ ասում են, որ ԱԺԲ-ի աջակցությամբ են վրանները անել։ Ես չգիտեմ, այսինքն ԱԺԲ-ի աջակցություն ասելով իրանք ինչ են հասկանում, որտեղ աջակցությունը ոչ դրա լիազորություն ունի, ոչ ընդհանրապես ոնց ասած դրան խառնվելա։ Մեր տեսակետը եղել է մնում է հետևյալը, որ եթե դուք ձեր գրպանի խնդիրն եք լուծում, այսինքն զուտ սոցիալական խնդիր եք լուծում, դարով ոչինչ չեք լուծում, որտեղ դա կարելի է կարճաժամկետ ինչ-որ լուծում տալ եւ այդպես էլ եղավ։ Իրենց գայթակեցին, կարծեմ 2 ամսից եւս խոստացան ինչ-որ վճարումներ անել եւ դրանով էր, այդ պատճառով էլ հանեցին։ Թող դուրս չգային, թող պայքարեն, մենք ասել ենք իրենց, որ խնդիրը պիտի լինի քաղաքական պայքար։ Դժգոհ եք իշխանություններից, ուրեմն դի իշխանափոխություն լինի։ Հակառակ պարագայում 2 ամիսն էլ լավ լուծեցիք 2 ամիսը, դրանց հետո խնդիրը ոնց է շարունակել, այդ 2 ամիսը այն արագությամբ կանցնի, որ մենք ինքներս էլ չենք զգա ինչպես անցավ։ Խնդիրը պիտի ունենա արմատական, մեծ լուծում։ Օրինակի համար, հիմա նույն արցախցիները, այսինքն բացի այդ սոցիալական հարցերից այլ խնդիր չունեն, իրենց իրավունքների հարցը, իրենց դուրը գալիս է, որ իշխանությունը պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի դեմ ներկայացրած տարբեր հայցերը դատարաններում հանել դատարաններից։ Բայց ձեր զավակներին են կոտորել, ձեր հարազատներին, ձեր հուշարձանները, ձեր եւ մեր բանը, այդ բնակ փողով արծը լուծվում, այսինքն 2 ամիսը տվեցին վերջ այլ խնդիր չկա, բայց չեք ուզում ես իշխանությանն ասել, որ դու ով ես, որ այդ հայցերը հանում ես, որովհետեւ ի վերջո դուժողը մենք ենք։ Հայաստանի իշխանությունը չի դժոխ, այսինքն Հայաստանի իշխանությունը կամ ներկայացրել է, որովհետև այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիները են եւ հայերը, եւ այստեղ շատ հետաքրքրական է, որ շատ երկրներ, այդ թվում նաեւ միջազգային դատարանը շատ ավելի ճիշտ ընկալում ունի, որ այո, եթե մինչեւ իսկ ընդունենք, որ այդ տարածքը, ասենք, Ադրբեջանի տարածք է, ասեմ, եթե մինչև իսկ մեզ համար դա Հայաստանի տարածք է, միևնույնն է, հուշարձանը հայկական է եւ Հայաստանն է տերը այդ հուշարձանի։ Հիմա գիտեք, հայկական տարբեր հուշարձաններ կան աշխարհի տարբեր երկրներում։ Դա չի նշանակում, որ այսինքն եկեղեցին գտնվում է Փարիզում կամ Նյու Յորքում, ուրեմն դա ֆրանսիական կամ ամերիկյան, դա էլի շարունակում է մնալ հայկական, որպես հայկական թեմերի սեփականություն, որպես հայ ժողովրդի արժեք։ Հիմա հետո ինչ որ ասենք, չգիտեմ, Շուշին գրավել են կամ Արցախը գրավել են, այդ եկեղեցին մնում է հայկական էլի միևնույնն է, բայց իրենք դրա համար են ամեն ինչ կամ ավիրում են կամ փոխում են, ջնջում են արձանագրությունները եւ այլն, որովհետեւ դա ամենավառ վկայությունն է հայերի այնտեղ գտնվելու եւ այդ ալբանացման քաղաքականությունը իրենց ինչ ասենք հերու գնացող ակնկալություններով այդ կեղծիքը կարողանում են տարածել, բայց ցավալի է, որ այդ հարցով նաեւ իրենք ունեն աջակիցներ, այդ հարցով օրինակ հենց նույն վերջերս, ասենք ռուսական եկեղեցու առաջնորդը Մեհրեբան Ալիևային շքանշան տվեց, այսինքն որը վիրավորական է, որովհետև այդ դա ի վերջո ոչ միայն Ալիևի կինն է, այլ փոխնախագահն է այդ երկրի, իսկ այդ երկիրը քրիստոնեական հուշարձաններ է ոչնչացնում։ Պարոն Պապյան, այն իրավիճակը, որ այսօր տիրում է աշխարհում, չի կարող մտահոգել ցանկացած մարդու։ Ես կուզենայի, որ մենք բացի մեր տարածաշրջանից խոսենք նաև աշխարհում տիրող այն, այսպես ասած, թեժ կետերի մասին,
որտեղ դեռ ամեն ինչ չէ որ բարձ է։ Առաջինն իհարկե դա ռուս-ուկրաինական հակամարտությունն է։ Ըստ ձեզ երբ կարող է այն հանգուցալուծվել։ Երբ որ Միացյալ Նահանգները մտցնեն, ինչպես Թրամփն է խոսում, երկրորդային պատժամիջոցներ, այսինքն նրանք, ովքեր որ շարունակեն գնել ռուսական նավթ ու գազ, պատժամիջոցների տակ հայտնվեն։ Այսինքն երբ որ ստացվի փակել Ռուսաստանի եկամուտի հիմնական աղբյուրը, քանի կա պատերազմ, քանի կա փող, ուրեմն կա զենք, ժողովուրդն էլ միշտ այդտեղ կանուն, եթե փողը կա, ուրեմն պատերազմը շարունակվելու է։ Կողմերից մեկը պիտի դադարի ֆինանսավորում ստանալու։ Սկզբից Թրամփը փորձ արեց դա ճնշել ուկրաինական կողմին, բայց եվրոպացիք հանդես եկան, ասեցին, եթե դու չտաս միևնույնն է մենք տալու ենք, եւ հիմա նաեւ ամերիկացիք են դիրքորոշում փոխում, Վենսը մասնավորապես 2 օր առաջ փոխնախագահը հայտարարեց Միացյալ Նահանգների, որ Թրամփը չափակներեք, Պուտինը չափից ավելի շատ բաներ ա ուզում եւ Պուտինն ա որ չի համաձայնվում զինադադարի։ Արդեն մեղադրանքներ ընչել են։ Կամաց դիրքորոշում փոխվել է։ Ես միշտ եմ ասել, հələ որ բոլորը ասում են, վայ Թրամփը փոխեց, ես ասել եմ, հիմա եմ կրկնում։ Թրամփը դառնալու է Պուտինի եւ Ռուսաստանի անձնական թշնամին։ Կամաց դրան է գնում։ Եվ այս եթե մտավ երկրորդական պատժամիջոցները, իսկապես ֆինանսական շատ լուրջ խնդիրներ կունենա Ռուսաստանը։ Այդ դրանից հետո կարող է ինչ-որ մի բան փոխվի։ Հիմա մեզ համար կարևոր է այստեղ հետևյալն է, որ հարավային Կովկասում ոնց ասած խաղաղությունը պահպանվի։ Սա կախված է շատ բանով հենց Ռուսաստան-Ուկրաինայից, իսկ որովհետև եթե Ռուսաստանի զորքերը այնտեղ հաջողության են հասնում, հարավային Կովկասը դնելու է երկրորդ թիրախը, բայց մյուս կողմից էլ մեզ պետք է որ այս ամբողջը ավելի, այսպես ասենք, հանդարտ վիճակով ավարտին մոտենա, գոնե զինադադարը չլինի ցնցումներով, որովհետև անկախ են քաղաքականությունից ինչ իրականացնում է Ռուսաստանը եւ այսօր Հայաստան նկատմամբ ցավոք սրտի դրական չէ քաղաքականությունը, Ռուսաստանի ավելի մեծ անկայունությունը մեզ համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնի։ Ռուսաստանը հիմնական մատակարարն է Հայաստանի շատ բաներ։ Հիմա տեսեք, ես չեմ պատկերացնում ոնց ալնելու, օրինակ մենք նավթ չեմ, գազ եւ վառելիք են գնում Ռուսաստանից, բայց գազը 100% համարյա իրենցից է, որովհետեւ իրանական գազը, որ մտնում է էլեկտրականության տեսքով, Իրան է գնում։ Օրինակ արդյոք մենք պատժամիջոցների տակ հայտնվելու ենք, թե ոչ Ռուսաստանից գազ գնելու համար։ Չգիտեմ, մեր իշխանություններից ոչինչ չենք լսել, օրինակի համար, ես դեռ այն ժամանակ, երբ որ հայտարարություն եղել, որ դի պատվիրակություն գնա ամերիկացիներին բացատրի, որ մենք ի տարբերություն շատ երկրների այլընտրանք չունենք, գոնե այսօր գազի, կամ Իրանն է, կամ Ռուսաստանը։ Իրանի պարագայում եւս խնդիր ունենք, որովհետեւ գազամուղերը Ռուսաստանին են պատկանում, եւ առանց Ռուսաստանի համաձայնության մենք չենք կարող Իրանից գազ գնել։ Էլ չեմ ասում, որ այնտեղ մենք չգիտենք վերջնական գին ինչպես կլինի եւ նաեւ ամերիկյան քաղաքականությունը Իրանի նկատմամբ էլ գիտենք էլի պատժամիջոցների է։ Այնպես որ տեսեք, մեզ բոլորիս թվում է, որ ռուս Ուկրաինա այդ պատերազմը, նաեւ հիմա այսպես աճող Հնդկաստան, Պակիստան պատերազմը մեզանից հեռու են, հեռու չեն, իրենք անմիջականորեն ազդում են մեզ վրա, այսինքն այն որ մենք sense գազը միացնում ենք եւ կամ մեր տներում, հենց այդ խնդիր դրանից է, այսինքն ամեն մի ընտանիք կարող է ազդվի քաղաքական հետևանքներից։ Այ հիշատակեցիք Իրանի անունը, ես գիտեմ, որ այսօր շատ բավականին էսպես բարդ իրավիճակ է նաեւ Միացյալ Նահանգներ Իրան, Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերություններում, այստեղ ինչ հանգուցալուծումներ կարող են լինել։ Դե գիտեք, որ բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգներ Իրան, Օմանում ընթացան, 3 փուլով ընթացավ, հիմա այս վերջի փուլը առժամանակ այսպես արկախվել է, մանրամասների մասին տեղյակ չենք եւ ասում են, մեկ ասում են, որ դրական է գնում, բայց եթե ինչ-որ հետաձգվում է, դաշնամուրային խնդիրներ կա չեն կարող ասել։ Ես կարծում եմ ի վերջո ինչ որ մի ընդհանուր հայտարարի Իրանը եւ Միացյալ Նահանգները կգան, որովհետեւ Իրանին բնավ ցանկալի չէ լուրջ բախման գնալ Միացյալ Նահանգների հետ, որովհետեւ Իսրայելը դրան է տանում։ Իսրայելն էլ հակառակը ձեռնատու է, որ
բախում լինի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, որովհետեւ այդ դեպքում Միացյալ Նահանգների ձեռքով Իրանի խնդիրները կլուծի։ Հիմա Իսրայելը տեսեք, Իսրայելը շահեց Սիրիայի իրավիճակից, այլևս Սիրիան չկա որպես երկիր, հետեւաբար չկա որպես իրեն թշնամի կամ հակառակորդ, Սիրիան այսօր տրոհված ազդեցության գոտիներից առնվազն 3-4, հիմա հութիների դեմ Եմենում է գնում, այսինքն այդ պատերազմը ամերիկացիք ռմբակոծեցին, ջախջախեցին եւ այլն, այդ զինադադար ակնկվել, բայց ճիշտ է, զինադադարը հութիներն ասում են չի տարածվի Իսրայելի վրա, բայց ամեն դեպքում, այսինքն Իսրայելը շատ հաջող իր բոլոր հնարավոր հակառակորդներին շարքից հանում է։ Հիմա մնաց Իրանը, եթե նայում ենք, չկա, Իրաքը չկա արդեն վաղուց հաջողվել է Իրաքին անել, Եգիպտոսի հետ որոշ լեզու գտել են, Հորդանանը դե միշտ այսպես եղել է ավելի զուս, Իրաքն ու Սիրիան են, երկուսն էլ արդեն շարքից հանված են, Իրանի հարցը պիտի լուծեն, հիմա այսպես ասած Նաթանյահուն պատահական չի, որ մտադրություն ուներ, դեպ դա հայտարարեց Բաքու գնար հնգօրյա այցով եւ 120 հոգեանոց պատվիրակությամբ։ Վերջի պահին դա չեղարկվեց, դա էլ շատ հետաքրքիր է։ Ասենք հնգօրյա դա նշանակում է լուրջ տեխնիկական խնդիրներ պիտի լուծվեն, էլի, որովհետեւ քաղաքական բանակցությունները կարճ են տևում։ Քաղաքական բանակցությունները, ասենք մի 2-3 էջանոց փաստաթուղթ ես ընդունում, շատ արագ է, ինչ որ արդեն նախապես պատրաստել ես։ Երկար են տևում տեխնիկական բանակցությունները։ Այդտեղ թվեր կան, հաշվարկներ կան, սա նշանակում է, որ Իսրայելը Ադրբեջանի միջոցով փորձում էր ինչ-որ բաներ ձեռնարկել Իրանի դեմ, բայց վերջի պայմաններում ամերիկացիք չթողեցին, ամերիկացիներն ձեռք չի տալիս Իրանի ջախջախումը, որտեղ այդ պարագային հավասարակշռությունը, որ կա միջին արևելքում, Իրանը որպես շիա կենտրոն եւ Սաուդյան Արաբիան որպես սուննիների կենտրոն կխախտվի, հատկապես երբ որ Էրդողանը հավակնություն ունի սուննի աշխարհի առաջնորդը դառնալու եւ Գիտեք, տարօրինակ իրավիճակ է։ Այսօր Իրանը եւ Իսրայելը թշնամական երկրներ են։ Ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում, երբ որ վերահսկողությունից լրիվ Թուրքիան դուրս գա, Իրանն ու Իսրայելը համագործակցեն Թուրքիայի դեմ, որտեղ երկուսի համար էլ Թուրքիան դառնում է վտանգավոր երկիր։ Այսինքն չեք բացառում Իսրայել-Թուրքիա հակամարտություն։ Չեմ բացառում, իհարկե չեմ բացառում նաեւ Իսրայել-Թուրքիան նաեւ Իրանի դերակատարությունն է այդտեղ այն առումով, որ Իրանն էլ հասկանում է, որ Թուրքիան այդ նկարտումները, որ կա եւ բզբզում է ոնց որ ասած իրանական Ադրբեջանում, դա Թուրքիա եւ Ադրբեջանի դերն է։ Այսինքն աշխարհակական թշնամիներ կան։ Գիտեք ոնց է Իսրայել-Իրան հարաբերությունները շատ հետաքրքիր է։ Նրանք գաղափարախոսական թշնամիներ են, բայց աշխարհակաղակական ընդհանուր շահեր ունեն։ Այսինքն իրենց թշնամիները նույնն են։ Դրա համար եթե իրենց հաջողվի դուրս գալ այդ փակ շղթայից, իրենք կարող են, չեմ ասում, օրինակ շահի ժամանակվա վիճակին վերադառնան, բայց կարող են միանգամայն տանելի պայմանների գան այդ հարաբերությունը, որը մեզ միանգամայն ասկն ձեռնատու է այդ լարվածության թույլատվումը։ Դե իհարկե շատ կարևոր եւ իհարկե դուք հիշատակեցիք Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունները, բայց այնուամենայնիվ վերջնական այսպես տարբերակով ինչպիսի հանգուցալուծում կարող են ունենալ այս ամենը։ Չէ, հանգուցալուծումը ես պատերազմի սկզբից եմ ասել, Ռուսաստանը ստրատեգիական պարտությունը կրել է արդեն։ Անկախ նրանից այդ գրավածը կմնա Իրան, չի մնալու, որովհետև Ռուսաստանը իր ամենակարևոր ուղղության վրա եվրոպական ուղղության վրա ստեղծել է թշնամի երկիր, որը ունի Եվրոպայում ամենաուժեղ բանակը, որի տնտեսությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի, որի ժողովուրդը ատելությամբ է իր նկատմամբ։ Այսինքն դա արդեն ստրատեգիական պարտություն է, որտեղ այդ տարածքը, որը գրավել է, դա չի տալու իրան, ինչ է տալու։ Ռուսաստանը այն երկիրը չի, որ այսինքն տարածքի խնդիր ուներ։ Այդտեղ եթե անգամ Ղրիմը ընդունենք, որ այնտեղ ծովի հետ կապված, նավահանգիստների հետ կապված կարևորություն է ներկայացնում, հաստատ Դոնեցկն ու Լուգանսկը այս ավերված վիճակով ոչինչ չի տալու, բայց թշնամի երկիր լավ 40 միլիոն էր Ուկրաինան, ենթադրենք կեսը գնաց եւ չեկավ կամ բան 20 միլիոնանոց
հզորագույն բանակով ու ատելությամբ քո սահմանի վրա ստեղծել եւ երկրներ կան, որ շարունակելու են բան անել, ֆինանսավորել Ուկրաինային, նույն Միացյալ Նահանգները։ Հիմա ինչքան էլ որ վատ գնահատեն այս Միացյալ Նահանգները Ուկրաինա համաձայնագիրը կապված հանքերի շահագործման հետ, միևնույնն է դա փող է բերելու, մեծ փող է բերելու Ուկրաինային եւ նաեւ հովանավորությունը Միացյալ Նահանգների։ Հիմա մենք Ուկրաինայի դարդն ենք լացում, բան մեր հանքերը ոնց են շահագործում։ Մեր հանքերից ընդհանրապես բան Հայաստան չի մտնում։ Մի փոքր ռոյալթի են վճարում եւ այլն, այսինքն այդ հանքերը եթե նորմալ, ինչպես շատ երկրներում դաշտում գործեին եւ ոչ թե օֆշորային ընկերությունների միջոցով թալանվեին, Հայաստանի բյուջեն կկրկնապատկվեր։ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսքան քանի միլիոն դոլարի փող ենք հետ բերել, չնչին գումարներ են հետ բերել իհարկե, որ փոխեք օրենսդրությունը հանքերի վերաբերյալ 100 տարով տվել եք շահագործման, շատ լավ, չենք ասում թե դա անօրինական է եղել, կարեք չեղարկել, փոխեք շահագործման բան, օրինակի համար իրավունք չկա հումքը վաճառել օֆշորային ընկերությունների միջոցով, այլ պիտի վաճառվի համապատասխան հումքային աճուրդների միջոցով, որի գինը 2-3 անգամ ավել է, քան այն խտանյութի գինը, որ այսօր վաճառում են օֆշորների միջոցով, դա միլիարդավոր դոլարներ է տարեկան, ում գրպանն է մտնում, մենք չգիտենք։ Մենք կարող ենք ենթադրել, բայց մենք չգիտենք, որովհետև այդ օֆշորային ընկերությունները, որը ընդամենը այս սենյակի չափ մի հատ սենյակում գրանցված ինչ որ հասցե է, անգամ ոնց որ ասած բաժնետերերի մասին չգիտենք, ուղղակի չգիտենք, կան ուղղակի լսել ենք, սա ծախեցին, նա ծախեցին եւ այլն։ Եվ պիտի հաշվի առնել, որ այդ հանքերը, երբ որ նայում ես իրենք Հայաստանի առաջի հարկատուների մեջ են մտնում, անգամ այս վիճակում, ուրեմն մտերից եզրակացնես ինչպիսի եկամուտներ կան։ Առնվազն 3-4 անգամ կավելանան։ Իհարկե կա։ Չպետք է մոռանալ, որ ՍՍՀ տարիներին, այսինքն Հայաստանը մի քանի ձեռնարկություն ուներ, որը ՍՍՀ ենթակայություն եւ այդ կարեւորություն ուներ, այսինքն, ասենք այս կաուչուկի գործարաններ մեծ, որը լրիվ դարավ թափոն, բայց մենք մեկը, այսինքն այդ մոլիբդենի եւ պղնձի հանքերն էին, ասենք նույն Ղափանում, Քաջարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ հիշեցնեմ ձեզ, երբ որ 88-ին շարժումը սկսեց Արցախյան շարժումը Ղարաբաղյան, տարբեր գործադուլներ կար եւ Մոստուխան անտեսում էր դրան, բայց երբ որ կանգնեց պղնձամոլիբդենային գործարանը, Ռիշկով էս լավ հիշում եմ անձամբ եկավ եւ այդ էր խնդրում էր համոզում էր որ այդ գործադուլը դադարեցի որտեվ դա նշանակությունը շատ մեծ այսինքն մոլիբդենը կարևորություն ունի տարբեր համաձուլվածների մեջ այսինքն սրահների, չգիտեմ հրթիռների եւ այլն պղինձն էլ այսօր գիտեք ներկա դարում էս որ ամեն ինչ տարբեր էլեկտրական սարքավորումներ պղնձի դեր եւ նաեւ ոսկու էլ չեմ ասում հազվագյուտ մետաղներ կան այդ նույն մենք հանքերից ենք խոսում որ խտանյութով հանվում է Հայաստանից բայց ով է վերահսկում այդ խտանյութի մեջ ինչ նյութեր կան արտանողն ինքն է դուք պատկերացնում եք այսինքն դուք մի բան եք վաճառում եւ դուք ինքներդ եք ասում թե դրա մեջ ինչ կա բնականաբար լրիվ չեք ասի որտեղ ինչքան շատ ասեք խտանյութի եւ տոկոսի եւ հատկապես բաղադրության մասին կան շատ եք վճարելու իսկ այսպես ասած ինչպես Նիկոլն էր ասում ըստ օդում կախված լուրերի այդ խտանյութի մեջ արկա հազվագյուտ մետաղների գինը ավելի շատ է քան ինքը այդ խտանյութի գինը հասկանում եք այս պետություն ենք մի հատ անկախ լաբորատորիա չեք կարողանում սարքեք մի հատ որ այդ ստուգեք մեկ այսինքն երկու խնդիրներ պետք լուծել օրենսդրական փոփոխություն եւ անկախ լաբորատորիա եւ արդեն դուք կունենաք միլիոնավոր դոլարների եկանք Ղարաբաղի հարցին Ղարաբաղցիների հարցին այդ թոշակների հարցին խնդիրը քաղաքականից լուծում ես լրացուցիչ ստանում ես տարեկան մի քանի միլիարդ դոլար եւ ոչ թե 2 ամսով ես երկարաձգում այդ 40-50 հազարները արդեն երկասենք 12 տարով ես երկարաձգում կամ 12 ամսով եւ այսինքն այդ փողը կա հիմա Նիկոլին բան ես ասում ասում դե փող չկա որտեղից է փող չկա եթե չանես չի լինի ես քայլերը հիմա էլ դա ուղիղ ճանապարհը փող դրա համար ինչ ենք մենք անդադ ասում որ Հայաստանում բոլոր խնդիրները անգամ առերես տնտեսական խնդիրները խորքի մեջ քաղաքական են որտեղ քաղաքական լուծում են պահանջում նման որոշումներ, օրինակ հանքերի վերաբերյալ որոշումները եւ այլն։ Եվ պարոն Պապյան, շնորհակալ եմ այսօրվա համար, պատահական չասեցի, որ մենք միշտ հաճույքով ամեն անգամ ձեզ ընդունում ենք որպես ցանկալի հյուրի կարգավիճակով եկող մարդու։ Մինչ առաջիկա հանդիպումը ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, լավ երեք, ձեզ նույնպես։ Եվ այո, բոլորիս առողջությունը շատ պետք է։ Եվ ամենակարևորը մնանք այնուամենայնիվ լավատես։
Մենք միշտ ենք լավատես։ Շերի բարեկամներ, մեր քաղաքագետ Արա Պապյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում, սպասեք առաջիկայում եւս այս հրաշալի մարդուն։ Իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։